Գոր Վարդանյանը ֆենոմեն է։ Այդ ֆենոմենը պետք է շարունակի շուկայում լինել։ Պետք է ամեն ինչ լինի։ Եթե Սուրբ մեկը մենք չանեինք, մենք հիմա չենք կարող անենք 11։ Որակային ու թեմատիկ առումով Սուրբ մեկը այդքան էլ ձեր սրտով չի։ Ինքը մարքեթինգային պրոդուկտ է։ Հայաստանում մարդիկ միշտ սովորեն ձրի ֆիլմ նայել։ Իրանց տված այդ 2000 դրամ որ ռեալ փոխում է հայկական կինոն։ Սուրբ երկուսում նաև հրավիրեցիք դերասան Սամին Նասերին, ինչ արժի իր կալիբրի դերասանին մի քանի րոպե ֆիլմում նկարելու։ 50,000+։ Ամենաբարդ դերասանը ում հետ աշխատել եք։ Լևոն Հաղվերդյան շատ տաղանդավոր տղա է, բայց ինքը չի հասկացել, որ իր թատրոնը ուտում է իր կինոն։ Լևոնի մեջ պաթոս կա։ Կար, այս 11-ում չկա։ Հանել եք։ Լսել եմ, որ ձեզ մի քանի անգամ ազատել են սցենարիստի աշխատանքից։ Կարող ձեզ վիդեո ուղարկեմ, ոնց է լուսադեմ 5-ին խալաթով գալիք ու։ Եթե դու քո կյանքը վարի տված ես համարում, այդ լավ չի ինգեր։ Երեխեքն են լավը։ Մեկը պիտի իրենց հավատա։ Դուք լավ մարդ եք, հույս ունեմ տենց էլ կմնաք։ Բախտերս բերել կլներ են, որ մտնեիք ու տնեիք կնիկս ուրիշի հետ չի, ինձ էլ մանկական գաղութ չեն ուղարկում։ Քո մեջ դեռ շատ հրեշներ կան, որոնց հետ ես պատրաստ չեմ կրվել։ Դուք էլ դրան նորմալ եք նայում։ Այստեղ իրանց օրենքներն են, կարգ ու կանոնը։ Ձանձրալի դարակ, ոչ ոք ոչ մի բանի պատրաստ չի հանել սիրո։ Պանունն են գարում ընդ։ Արսեն, չեմպիոն։ Go Sports 96.3 FM-ի ոդքասթային եթեր։ Ողջույն, դուք դիտում եք Breakpoint-ի հերթական էպիզոդը, իսկ այսօր մեր տաղավարում կինոդարանի գլխավոր պրոդյուսեր Ռաֆայել Թադևոսյանն է։ Ռաֆայել, ոնց եք։ Ֆանտաստիկ, չհաշված որ առավոտ 5-ին եք նկարում, չկատակ եմ, շատ լավ։ Զուտ դուք եք ուշ արթնանում։ Այո։ Ինչի երեկոներին ֆիլմեր եք դիտում։ Հա, ֆիլմեր եմ դիտում, գործ եմ անում։ Ազալ շատ ֆիլմեր, հաղորդումներ, մեկս 2 օր։ Մոնիտորինգի համար եք դիտում, թե զուտ հավեսի։ Չսիրում եմ։ Հետո ինչ որ սիրում ես, որ դառնա գործ, դա вообще հրաշք է, էլի, խոբին։ Ռաֆայել, ինձ թվում է ձեր նկարահանման ընթացքում շատ հավես հետաքրքիր կամ ծիծաղաշարժ պատմություններ են լինում ու արժի դրանց մասին իմանալ ձեր ընկեր գործընկերներից։ Եկեք ինչ որ մեկին զանգենք, թող ինչ որ հավես բան պատմի ձեզ հետ կապված։ Զանգում ենք Խաղվերդյան Լյովին, դերասան։ Լսի, բարձրախոսի վրա եմ դնում հիմա քեզ։ Հա, բայց պրոստը դու ոնց որ լողանում ես, իսկ ես հաղորդման հյուր եմ ու քեզ ուզում են հարց տան։ Բարձրախոս։ Հա, բարձրախոսի վրա ես։ Լողանում է, հա։ Չէ, դժվար լող։ Չէ։ Բոց չի, Լևոն ջան, բոց չի, իրականություն է։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Փոխանցեք։ Հա, տվեք։ Լողանում եք, հա։ Հա, ձեր բաղնիքը անուշ, ինչպես ասում են։ Շատ շնորհակալություն, բոլորիդ նույնն եմ մաղթում։ Մերսի։ Լևոն ջան, այդ լողանալու process-ի ընթացքում ինձ թվում է ավելի հեշտ կլինի հիշել Ռաֆայելի հետ կապված ինչ որ հավես, ծիծաղաշարժ, զավեշտալի պատմություն։ Կարող եք պատմել մեզ։ Ռաֆայելի հետ լուրջ պատմություն չկա, բոլոր պատմությունները զավեշտալի եւ ինչպես այսցիկ այդ բառը ծիծաղաշարժ։ Այո։ Այո, հենց կոնկրետ մեկը պիտի պատմեմ։ Ահա, ցանկալի է։ Հենց հիմա։ Հա, ինձ թվում է ամենահարմար պահն է։ Իսկ հաղորդումը ինչ տեսակի հաղորդումը YouTube-ա, կարամ ամեն։ Հա, ինչ ուզում եք պատմեք YouTube-ը։ Վստահ ես, ճիշտ մարդու ես, զանգերա։ Ես միշտ քո վրա վստահ չեմ, ռատս։ Գիտեք, Ռաֆայել ունի տենց մի հատ հատկություն։ Իր հետ ցանկացած մանրուկ ամենայն կենցաղային իրադարձությունը
կարա դառնա աշխարհի ամենահետաքրքիր, աշխարհի ամենավնասակար, աշխարհի ամենավտանգավոր պատմություններից մեկը։ Շատ են իր հետ նման պատմությունները։ Օրինակ, այսօր էլ վստահ եմ, այս հաղորդման ընթացքում մի բան լինելու է։ լսել եմ, որ ձեզ մի քանի անգամ ազատել են սցենարիստի աշխատանքից։ Իսկ գրաֆոն նենց է պատմում, որ դա իր հետ ձեռով է։ Դե մենք տենց հասկացանք ամեն դեպքում։ Դե հա, ոչ թե ազատել են, այլ տենց աշխատանքները, գիտեք ոնց էր, հանձնարարություններ տալի, ասում էր նա էլիով, հիմա պիտի ասենք գրենք պատմության treatment-ը։ Ասում էի, օքեյ, դե ես իրիկունը գնում եմ դա գրելու, հետո այդ օր իրիկունը Ռաֆոն զանգում էր ինձ, ասում էր լյով Դուք չէիք պատասխանում։ Չէ, Ռաֆոն զանգում էր ինձ, ասում էր լյով գիտես, այսօր ֆուտբոլի խաղ են ցույց տալի կամ լյով գիտես, այս ինչ բանն է մտքովս անցել էթանք անենք։ Մենք դուրս էինք գալ իրար հետ սաղ։ Այդ կողը ձեզ էր փորձում, ինչի եք ասում, հա։ Դե հետո հասկացա, հասկանում եք, վեք ժիվի վեք ուչից։ Հետո իրար հետ գնում էինք սամակացնելով, չգիտեմ ինչով գիշերը երեկոն անցնում էր, առավոտը գալիս էին գործը։ Ասում էր բա սցենարը։ Բաուրա treatment։ Հասկացա։ Այ պետքա փաստորեն մի հատ sense փորձության միջով անցնել երևի Ռաֆայելի հետ, որ հետո նորից նույն թակարդը չընկնել։ Դե ինչքան թակարդ չի, ինչքան դու հետո սովորում ես լիքը բան։ Դրանից հետո Ոնց ամակատ քշես։ Հասկացա։ Հետո Լևոն ջան, կարող է մի բան էլ հիշեք։ Կարող եմ ձեզ վիդեո ուղարկեմ, ոնց է լուսադեմ 5-ին խալաթով գալի տուն։ Ձեր տուն, Լևոն, ձեր տուն։ Չէ, մեր տուն է գալի, գնում է իր տուն։ Գիշերը դուրս են։ Բայց վիդեոն դուք որտեղից ունեք։ Ինքն է նկարել։ Ես եմ նկարել։ Իսկ ինչեր խալաթով։ Դե հենց այդ է, պատկերացրեք գիշեր իր հետ ինչա կատարվել։ Ինչա կատարվել, այդ պատմի։ Մեր պատմեք։ Կարաս պատմես, լավ։ Բասենը դեռ շատ հետաքրքիր բաներ չկա։ Հա, հասկացա։ Լավ, Լևոն ջան, դուք լողացեք ամեն դեպքում ջրերը հանկարծ չկտրեն, էլի, մեր պատճառով մնաք։ Դուրս եք արկել, բան արեցիք։ Հերցեցիք բոլորը։ Ռաֆայել, ես 3 օրը զբաղված էի պատրաստվելով այս հարցազրույցին ու նայել եմ ձեր միանգամից 3 նախագծերը՝ Սուրբ 1-ը, Սուրբ 2-ը եւ 11-ի առաջին սերիան 3 օրում։ Պատկերացրեք ինչ ծանր հոգեվիճակում եմ հիմա այդ 3 օրվա մեջ այդ ամեն ինչը անելով, բայց շատ նաև տպավորված եմ ընդհանուր։ Ուզում եմ միանգամից sense բարդ, բայց միաժամանակ պարզ հարց տալ։ Կինոն ոնց որ կենթանության նշաններ է հա տալիս։ Հայաստանում։ Կինով սովորել են ոնց կարելի է փող աշխատել։ Ու այդ օգնում է որ կինոն կենթանության նշաններ տա։ Անկեղծ եթե լինենք էլի, հա։ Բայց տեսեք դուք ասացիք նայել եք Սուրբ 1-ը, Սուրբ 2-ը ու 11-ը, բայց ես խորհուրդ կտայի նայեք 84-ի ամառը։ Ուղղակի այսօր կարող ես տեղ չհասնեի։ Ու շախմատիստը, այսինքն ինքը։ Իմիջիայլոց շախմատիստն էլ մի 2 սերիա նայել եմ։ Հա, 84-ի ամառը ինձ թվում է, բայց դուք ամենաշատը կհավանեիք, որտեվ մենք փորձում ենք նայել սերիալներ նկարենք, որ լայն աուդիտորիա գրավենք։ Օրինակ մենք Սուրբ 1-ից հետո նկարեցինք 84-ի ամառը, որը вообще իր այդ կապ չունի, հա, այնտեղ տենց cute պատմություն է, երկու մանկության ընկերոջ, ով մեծ տարիքում գնում են իրանց մանկական սիրո հետևից։ Տենց road movie, մելոդրամա։ Մի խոսքով կենթանության նշաններ ցույց տալիս է, որովհետև վերջերս նկատել եմ տարբեր մարդկանց սթորիներում, իմ ընկերների ցանկում եւ ոչ միայն, որ տարածում են հենց կինոդարանի արտադրանքը ու ասում են, որ շատ լավ է, որակ է, ինչ որ երևում, մի խոսքով ամեն ինչ լավ է։ Հա, եկեք ֆիքսենք, որ կենթանության նշույլներ է տալիս ֆիլմը Հայաստանում։ Ձեր մի քանի նախագծերի առանցքային թեման շատ կարևոր թեմաներ են, օրինակ նույն երեխաների շրջանում թմրանյութերի օգտագործումը կամ երեխաները ովքեր որ ապրում են տվյալ փուլում մանկական գաղութում, սրանք թեմաներ են, որոնց մասին իհարկե պետքա բարձրաձայնել, բայց շատ կարևոր է թե ինչպես ենք բարձրաձայնում, որպեսզի դա չդառնա ինչ որ հանկարծ ինչ որ բայի ռոպագանդա։ Ու կոմեդիա։ Դուք ոնց եք կարողանում այդ գիծը պահել։ Առաջին գաղափարը, որ կինոդարանի հետ համագործակցելուց կլասել ես դրել են, որ մենք անում ենք նենց բաներ, որ չխափենք։ Այսինքն, եթե մենք դաժե ֆանտաստիկա ենք ցույց տալիս, մարդ մի քիչ պետքա հավատա դրան, հա։
ու մեր սաղ պրոյեկտներում փորձել ենք այդ պահենք։ Նույն Սուրբ Երկուսում, նույն 84-ի ամառը, նույն 11-ը, հա, ու խոսակցական լեքսիկոնն էլ եթե դուք ուշադրություն դարձնեք, ինքը Հայաստանում խնդիրը որն է կինոների, սերիալների, որ դրսի սերիալ նայողները այդքան շատ չեն հավանում։ Մարդ ինքը եթե դաժե ծիծաղում է, եթե դաժե հավանում է, ինքը չի մտնում իր մեջ, հա, ինքը չի զգում իր վրա, ինքը ծանոթ մարդ չի գտնում իր մեջ։ Մենք փորձում ենք նույն դիալոգները նենց գրենք ու սցենարները գրում է հենց մեր ստեղծագործական թիմը արդեն երրորդ պրոյեկտն է, որ մարդ հավատա այն ինչ խոսվում է։ Ինքը կարող է մի քիչ գրական չի, ինքը կարող է լեքսիկոն ուրիշ է, բայց մենք խոսում ենք տենց։ Հիմա ես է ձեր հետ, հիմա որ հարցազրույցի ժամանակ մի քիչ ինձ սահմանափակում է, որովհետև ես հիմնականում մի քիչ ավելի բաց եմ խոսում։ Բայց եկեք վերադառնանք հենց այդ իմ հարցին, այդ սուր թեմաները, կարևոր հարցերը ոնց պետք է անել ու արդյոք մեր շուկայում կարողանում են այնպես անել, որ չգիտեմ, թմրանյութերի օգտագործումը երեխաների շրջանում այդ հարցը բարձրացնելը չդառնա ռոպագանդա։ Էլ ոնց խոսանք դրա մասին։ Այսինքն ոնց խոսանք, որ նայեք, ես ինչ ասացի դրանից առաջ, որ մենք ինչ անում ենք, փորձում ենք նենց անենք, որ հավատան։ Եթե մարդ հավատում է, եթե մարդ ռեալիզմ է տեսնում, այդ իրան օգնում է ռոպագանդա չնի, թվում է, հա, իսկ պետք է անել ու ապրել նենց, որ հավատան։ Հավատան արածիդ, հավատան ասածիդ ու երազանքներիդ, երևի, փիլիսոփայություն էլի։ Իսկ հայկական շուկան, կինոյի շուկան ուսումնասիրելով դուք մինչև ես տեսել եք այդ փորձը, որ հաջողվել է մեզ մոտ օրինակ նման թեմաները բարձրացնել ու այնպես անել, որ ամեն դեպքում չանցնենք սահմանը։ Եկեք անկեղծ լինենք, հա։ Անկեղծությունը ամենահայրելի լավ բանն է։ Հայկական շուկան ուսումնասիրելու համար պետք է նայել 3 հատ կինո։ Տարբեր ժանրի կինո, հա։ Այսինքն այն ժանրի կինոներ, որ մեծ գումարներով, այսինքն $1 միլիոն նկարում են կինո, լավ կինո։ Լավ կինո, շատ դանդաղ կինո, լավ դերասաններով, դերասանները լավ խաղում են, նկարչական լավ փող է ծախսած, բայց նկարում են ֆեստիվալների համար ու այդ կինոն նայում է մոտավորապես 5000 հոգի մարդ։ Լավ ռեժիսորները, որ կարան նկարեն ավելի մասսայական ու շատ ավելի մարդ նայ, հա, բայց իրանք նկարում են art house։ Այդ ուղղությունն է, որ ես չեմ հավանում, որովհետև աշխարհում կան օրինակներ, որ մարդ նկարում է համ իր համար, Նոլան Վիլնյով, հա, համ նկարում են այս բաները, որ մասսայական լինեն իրանք ու փողը ճիշտ են ծախսում։ Երկրորդը հայկական կինոյի հետ ասվածը, այդ սերիալներն են։ Սերիալներ, որտեղ չես հավատում դերասանին, չես հավատում ռեժիսորին, դերասանին դաժե իր տնեցիկ չեն հավատում, որ ինքը խաղում է, էլի։ Ցավոք սրտի, տենց է, որտեղ չկա բյուջե։ Եկեք դնենք դրա անունը բյուջեն, որտեղ դերասանը շատ չի վարձատրվում, ռեժիսորը շատ չի վարձատրվում, սցենարը ոտի վրա է գրվում։ Երրորդը այդ կոմեդիաներն են, որը մեր հայերը ասում են, որ շատ են սիրում, բայց մեր հայերը արդեն հոգնել են ստերեոտիպային կոմեդիաներից։ Որտեվ սա 90% տեղերում ստերեոտիպ է։ Աղջիկը կուխնյայում, աղջիկը սեքսի համար, չգիտեմ, խնդիրները նույն խնդիրներն է, 3 տարբեր հայկական կինոյի այդի սերիալներում ավելի շատ։ Կինոներում ստերեոտիպային հումորներ ավելի շատ։ Ուսումնասիրում դեղել կա։ Հա, 3 ուսումնասիրելու բան կար, ու ես ստեղ ինձ թվում է մեր առավելությունները այն է, որ մեր թիմը շատ սիրում է ֆիլմեր։ Ու ապրում է ֆիլմերով։ Ու երբ որ թիմը աշխատում է ոչ թե մենակ գումարի համար, այլ նաև գաղափարի համար, ինքը համ ոլորտը, համ կամպանիան առաջ է տանում։ Ինչ եմ այս հարցը տալիս, որովհետև կրիմինալ սերիալներին գալով մենք ունեցել ենք այդպիսի փորձեր, որոնք նաև շատ քննադատվել են, այնտեղ ներկայացվելով հենց երեխաների, այսպես ասած, դրվագները։ Փաստորեն ստացվում է, որ այդ փորձերում չի հաջողվել իրենց ցույց տալ հենց այդ խնդիրը ուղղակի ու չդարձնել ռոպագանդա։ Շատ ճիշտ եք ասում, դրա համար Սուրբ 1-ից հետո մենք արեցինք 84-ի ամառը։ Շատ ճիշտ եք ասում, դրա համար Սուրբ 2-ը մենք արեցինք ոչ գողական լեքսիկոնով, մենք արեցինք լավ դերասաններով, լավ դերասաններ հարաբերական լավ դերասաններ, Արտուր Դարբյանը շատ լավ դերասան եմ համարում, արեցինք ոչ կրիմինալ տարերով մեծ, հա, այսինքն արեցինք
ավելի շատ action քան թե կրիմինալ դրամա, սովորական խոսակցական կրիմինալ, որտեղ մենք հասկանում ենք, մենք ինչ ենք անում, մենք հասկանում ենք, որ դրանից հետո շատ սկսելու են նկարվել ու շատ սկսեցին նկարվել, բայց մենք չենք ուզում գնայինք այդ ճանապարհը։ Իսկ Սուրբ 1-ը ինչի արեցիք այդ դեպքում։ Սուրբ 1-ի մասին է խոսքը։ Հա, իսկ Սուրբ 2։ Հա, Սուրբ 1-ից հետո, որ մենք հասկացանք։ Չէ, ուզում հասկանամ Սուրբ 1-ը ինչի արեցիք։ Եթե Սուրբ 1-ը մենք չանեինք, մենք հիմա չենք կարող անենք 11-ը։ Այսինքն դուք հստակ գիտեիք, որ ընտրում եք մի հատ հեշտ ճանապարհ, որը մարդկանց տանելու այդ նոստալգիկ որոգայթի ժամանակները, դա պոպուլյար է դառնալու։ Հետո նկարենք 84-ի համարը, հետո նկարենք շախմատիստ, հետո նկարենք 11-ը, հա, բա ուրիշ տարբերակ չկար։ Բայց տեսեք, մենք հիմա այս ճանապարհ ենք բացում սաղի համար։ Հիմա սաղ սերիալներ են նկարում, հիմա սաղ սերիալների մեջ գումար են դնում մեր կոնկուրենտներն են բացվում, ինչ որ շատանում։ Սաղ ուզում են լավ բան անեն։ Այսինքն որակային ու թեմատիկ առումով Սուրբ 1-ը այդքան էլ ձեր սրտով չի։ Զուտ նկարել եք, որտեվ գիտեիք կհաջողեր։ Ինքը մարքեթինգային պրոդուկտ է։ Ու մենք չենք նկարել Սուրբ 1-ը։ Եկեք սկսենք տեղից։ Ձեզ մոտ են ցուցադրել։ Հա, չէ, մեր զակազով է նկարվել, մենք ասել ենք աբլոշկայի վրա ով լինի, ով խաղա, ինչի մասին լինի, անուն ինչ լինի։ Ամեն դեպքում ամեն ինչին խառնվել եք, չէ՞, սենց սցենարական եւ այլն, չէ։ Մենք Սուրբ 1-ի հետ ես ընդհանրապես համարակապ չունեմ, ես Սուրբ 2-ից 84-ի ամառից կամ պրոստը պետք էր Սուրբ 1-ը իրան ճիշտ օգտագործել ու մենք իսկ թվում է օգտագործեցինք, որտեվ իրանով աշխատած գումարը մենք հիմա դնում ենք այն պրոյեկտների մեջ, որ ձեր ասացի պես ձեր ընկերների շարքում մարդիկ ստորիներ են անում։ Իսկ այդ ամենակարևորն է, որտեվ այդ մարդիկ հիմնականում նայում են արտասահմանյան կինոներ։ Իսկ մեր գլխավոր նպատակը այն մարդիկ են։ Նայեք, Հայաստանում կա սերիալ նայող 100,000 մարդ, հա։ Իրանք մեկը նայելու են սերիալ։ Մեզ հետաքրքիր է այն 250,000-ը, որ չի նայում հայկական սերիալ։ Այն մեր համար իրանց արած ամեն ստորին, ամեն խոսքը մեր համար շատ կարևոր է, որտեվ իրանց ձայնն է հասնելու իրանց ընկերների, որ այդ մարդիկ ասեն լավ, եկեք շանս տանք։ Իսկ շանս տալը հիմա շատ կարևոր է։ Շանս տալ, փորձեն նայեն, շանս տալ, լիքը բանի վրա աչքերը փակել։ Մենք էլ ենք հասկանում, որ մենք ինչ որ անում ենք, վաու չի։ Մենք շատ լավ ենք հասկանում, այսինքն ինձ հարցրեք 10-ից ինչքան ես գնահատում, ասենք 11 կամ լյուբոյ պրոյեկտ, ասեմ, որ մեկը 11-ը քանի որ նոր է սկսվել, մի քիչ ինձ թվում է ճիշտ չի լինի չտեսնողների համար այդ գնահատականը լսել։ Սուրբ 2-ը 5 շախմատիստը լավագույն դեպքում 5 4.5 84-ի համարը ընթացքի մեջ երևի 6 կարա դառնա, որտեվ հիմա իրան ֆիլմ ենք սարքել, որտեվ ինքը ֆիլմ ոնց որ լիներ, հա, ու ֆիլմ ինքը ավելի դինամիկ է նայվում, ինքը ավելի լավ է նայվում, հիմա պակաս ունենք Ամերիկայում, տեղից հետո կհասկանանք, բայց այն ինչ որ ես նայեցի մի քանի օր առաջ, վաու էր, որպես ֆիլմ, հա։ Վերադառնալով այդ կրիմինալ սերիալների թեմային, մինչև այս պահը հայաստանյան շուկայում ինչ կրիմինալ սերիալներ, որ նկարահանվել են, դրանք ըստ ձեզ ինչ պատճառով է որ չեն ստացվել ու միշտ քննադատվել են։ Ինչի՞ չի ստացվել։ Նայեք, ստացվել ասածը շատ հարաբերական, ամեն ինչը շատ հարաբերական, բայց ստացվել առումով մարդիկ նայում են, միշտ նայում են։ Ուրեմն ստացվել է, ինչ որ չափով, չի ստացվել կինոն զարգացնել, հա, չի ստացվել։ Որակը բարձրացնել։ Չի ստացվել որոգայթ ֆիլմը, հավատացեք, բարձրացրել է, որտեվ երբ որ մենք պիտի նկարեինք Սուրբ 2-ը, ես նայեցի այդ ֆիլմը, որտեվ Արթուր Դարփինյանն էր խաղում մեջը։ Լավ էր նկարած։ Իսկ Գորգ Վարդանյանի սերիալները օրինակ շատ քննադատվում են զուգահեռաբար։ Գորգ Վարդանյանը ֆենոմեն է ու պետք է իրան նայես որպես ֆենոմեն, որպես Գորգ Վարդանյան, որտեվ ինքը հասկանում է ինչ անում, ինքը հասկանում է ում համար ինչ է անում։ Օրինակ նայեք, ֆիլմի համար այդ էմոցիան է, ամենակարևոր բանը, ինչ էմոցիա է փոխանցում, որտեվ ամենաէմոցիոնալ բաներից մեկն է ֆիլմը, մոտիվացնող, լացացնող, չգիտեմ, նես ֆիլմ նայես մի անգամ զանգես ընտանիքի անդամներից ասես դες սիրում եմ, զանգես, դա ամենաէմոցիոնալ բանն է, հա։ Ինչ էմոցիա է տալիս այդ ֆիլմը։ Ու ֆենոմենը այն է, որ Գորգ Վարդանյանի կինոները տարբեր մարդկանց մոտ տարբեր էմոցիաներ են տալիս։ Ու այդ ֆենոմենը ու դրա համար այդ ֆենոմենը պետք է շարունակի շուկայում լինել։ Ես չեմ կարող ասեմ, եթե կա արտադրություն, այդ արդեն լավ, բայց արի չեսնի խոսանք, ֆենոմեն է ինքը։ Դե որպես մասնագետ էլի ըստ ձեզ, պետք է նման ֆենոմենները լինեն շուկայում։ Պետք է ամեն ինչ լինի։ Պետք է ամեն ինչ լինի, ամեն ինչ պետք է լինի։ Չկա տես բան, որ
պետքա չլինի։ Դուք մտեք Amazon, նայեք իրանց ինչ կինոներ կա այնտեղ, ինչ ժանրի կինոներ կա այնտեղ, այնտեղ ամեն ինչ կա, ամեն ինչ պետքա լինի։ Այլ մարդը ինտրի ինքը նայի, ինչ ա ուզում ինքը նայի, ինչ չի ուզում նայի։ Այս սթրիմինգային պլատֆորմաների կայֆ է դա, որ մարդն է ընտրում նայի, թե չնայի։ Իսկ Սուրբ Երկուսում, որ ասում եք փոխեցիք ամբողջ լեքսիկոնը ու մնացած կարևոր դետալներ, ինչի համար էր այդ փոփոխությունը։ Որ մենք ագիտացիա չանենք ու չգնանք այդ ուղղությամբ, չգնանք, որտեվ fake է այդ մեր համար։ Այդ մարդիկ, այդ գոհականները, որ տենց խոսում են, գոհականները էլ տենց չեն խոսում, շուտվանից գոհականները էլ տենց չեն խոսում։ Վստահ եք։ Վստահ եմ, ոնց վստահ չեմ։ Իհարկե վստահ եմ, որտեվ research ունենք արած, որտեվ Շփվել եք գոհականների հետ։ փոքր ժամանակ լիքը, հա, տենց փոքր ժամանակ ես սովետի մարդ եմ, հա, ես արդեն 35 այն ժամանակ տենց պիտի շփվեի։ Հայկական սերիալներին գանք, որպես թեկուզ մոնիտորինգ, դիտել եք երբևէ հայկական սերիալներ։ Sitcom եմ նայել, Full House-ն եմ նայել, գժվում էի Կարքին սերիալի համար։ Ֆանտաստիկ էր։ Ու ոնց են իրանք աշխատում, ու ամեն սեզոն ոնց էր ավելի լավը։ Վաու, ու արդեն երրորդ անգամ երևի վերանայել եմ ու երրորդ անգամ նույն տպավորությունն եմ, որտեղ տեսնում ես ոնց են պախատլնում մարդիկ, ոնց են պրոդյուսերները պախատլնում ու տեսնում ես այդ ռեալ։ Հենց այդ նույն Կարքին սերիալում չկային կարծրատիպային հումորներ։ Կային, ոչ չկային, բայց ուրիշ հումորներ կային։ Ուրիշ հումորներ կային, ասենք, եթե չեմ սխալվում, այն կերպարա, որ մտավ LGBT այդ վաուչեր Հայաստանի համար, որ մարդ ում սկսեցին սիրել, բայց ինքը տենց էր։ Բայց կարծրատիպային բաները ջարդող լիքը բաները կար։ Իսկ դրամատիկ սերիալներ նայել եք։ Ասենք դժվար ապրուստը կամ կույր աշխարհ։ Կույր, տենց բան կար։ Հա, այս վերջում են ստեղծել։ Կույր աշխարհ չէ։ Բոլորը կույր են։ Չգիտեմ, ես էլ չեմ նայել, բայց չէին տեսնում երևի ինչ որ բաներ։ Նացի սերիալ կա Apple TV-ի, եթե չեմ սխալվում։ Մամանա խաղում շատ լավն էր։ Կույր աշխարհ, սաղ կույր են, ոչ մեկ չէր տեսնում։ Հա, այդ իրոք կույր աշխարհ է։ Ունդեղ հայտնվում են երկու հոգի, որ սկսում են տեսնել, հետո հասկանում են, որ էլի մարդիկ կան։ Գիտեք ինչ եմ ես հարցը տալիս, որովհետև ինձ հետաքրքիր է այդ 300+ սերիա ունեցող սերիալները շանս ունեն որակ տալու։ Իրանք ունեն իրանց աուդիտորիա, բայց եթե նայեք իրանք շանս չունեն։ Ինչի իրանք շանս չունեն, որովհետև ինչի շանս չունեն որակ տալու։ Մի փոքր էս կողմենքով հնարավոր է, որովհետև իրանք ֆինանսավորվում են TV-ների կողմից, սպոնսորների կողմից ու այդ սահմանափակ է դրա համար։ Թե նաև որ երկար է, ինչ որ պահից դու հաստատ որակային տուժելու ես։ Դե բալիմոն որակային տուժելու ես, բայց այդ սաղ գալիս է բյուջեից, այսինքն եթե դու ամեն սերիայի վրա տնես գոպտես $15,000, դու իրանք շանս ունեն, որ շատ լավ լինեն։ Դրա համար իրանք եթե չլինի սթրիմինգային պլատֆորմայի, եթե մնան TV-ներում, մենք ուզում ենք փորձ անենք մի հատ ճիշտ ասած։ Սերիալ նկարեք։ Հա, երկար 50 մասանոց, որտեղ մի հատ պատմություն կա գլխիս մեջ, որը շատ դժվար է իրեն 10-15 սերիայով տալը, որտեղ ու ես չեմ ուզում սեզոնով անեմ, որ մարդիկ չսպասեն, ուզում իրար հետևից լինի։ Տենց մի 50 սերիա, շատ հետաքրքիր պատմություն աղջկա մասին, ով ամենաներքևից գնում է մինչև ամենավերև, հետաքրքիր պատմություն է։ Այդ ուզում ենք փորձենք երկար անենք։ Կինոդարանը հիմա կարողանում է ստեղծել հետաքրքիր սյուժեներով նախագծեր, որովհետև ստեղծել է հարթակ, որտեղ մարդիկ կարող են բաժանորդագրվել եւ այդ գումարը հավաքել հետո լավ ֆիլմեր նկարելու համար։ Չենք ուտում փողը։ Փողը ծախսում ենք։ Այդ ամենակարևոր բանն է ու մեր առաջին պրոյեկտի ու վերջին պրոյեկտի մեջ երևի 250% տարբերություն կա բյուջեների, հա։ Ուղղակի Հայաստանում մարդիկ միշտ սովորեն ձրի ֆիլմ նայել, ինչ որ մի կայքով Netflix-ի ֆիլմերը նայել։ Արդյոք պատրաստ են վճարել լավ ֆիլմի համար կամ առհասարակ կոնտենտի համար պատրաստ են վճարել։ Մենք փորձում ենք սովորացնենք։ Այնօր մենք խոսում ենք, որ այն ճանապարհը որ անցել է Netflix-ը, մենք անցնում ենք այդ Հայաստանում։ Ու մեր մոտ քանի որ շատ ավելի ստերեոտիպային մենք շատ ավելի դժվար է սովորացնել մարդկանց վճարել ինչ-որ բանի համար, հա։ Բայց ստացվում է։ Եթե մենք 3 անգամ ավելի բյուջե ենք դնում վերջին նախագծի վրա, ուրեմն ստացվում է մարդիկ
նայում են, պրոստը պետք է հասցնենք մի հատ պարզ գաղափար, որ իրանց տված այդ 2000 դրամ, որտեղ իսկական շատ չնչին գումարել 2000 դրամ, եկեք անկեղծ լինենք, ռեալ փոխում է հայկական կինոն։ Բայց ո՞նց են իմանում, որ տան լավ բան են նայելու։ Դե արդեն ինչ որ նշույլներ կա, որ կինոդարանը մի քիչ արդեն Չէ, ի սկզբանե էլի, որ տենց մարդկանց սկսեցիք սովորեցնել դրան։ Այդտեղ փրկեց սուրբը։ Հա։ Սուրբ մեկը։ Սաղ մտածած էր։ Մտածած էր կամ ստացվեց կամ մարքեթինգ այն, հետո մտածած չէր, բայց այն որ ինքը կաշխատի, մտածած էր ու ինքը աշխատեց։ Դերասանների ընտրության համար ինչ որ չափանիշներ ունեք, թե ընտրեք, ում հետ համագործակցեք, որտեղ այնպես չի շուկան շատ լայն հնարավորություններ է տալիս ընտրելու։ Ինձ թվում է մենք միս քաստ չենք ունեցել ոչ մի պրոյեկտում, շատ վտանգավոր են եղել բոլոր գլխավոր դերերը ու իր կողքի մարդիկ, բայց ինձ թվում է բոլորը կերպարի մեջ ընկել են։ Վերաբերմունքի հարցն է։ Մենք ինչ ենք անում առաջին անգամ, նայեք, մեր մոտ կոնցեպտը մի քիչ ուրիշ է, այսինքն մեր թիմը նաև անում է կաստինգը, շփվում է դերասանների հետ, ընտրում է ռեժիսորին, հա, մենք շոուրանինգ գաղափարը, այտենց ֆուլ փորձում ենք անենք, հա, սցենարից սկսած։ Մենք փորձում ենք հասկանանք դերասանի մոտեցումը։ Ու մեզ մի քիչ հեշտ է, որտեվ ինքն է տեսնում է մեր մոտեցումը։ Ու այդ խիմիան աշխատում է։ Ու հավատացեք, մենք այն բյուջեները, որ ես ասում եմ, այդ բյուջեները պետք է լինեն շատ ավելի մեծ սերիալների։ Ու բոլոր մարդիկ գաղափարին հավատալով են կարող է նրանց գանարարից շատ ավելի քիչ գումարով մեր հետ աշխատում, կապ չունի դերասանը, ռեժիսորը, օպերատորը, որտեղ տեսնում է, որ դու նախ այդ փողը չես ուտում, որ ասում է։ Ոնց է տեսնում։ Դե տեսնում է, որ մյուս պրոյեկտը ավելի մեծ գումարով է սանում։ Տեսնում է ինչի վրա ես ուզում ծախսես այդ գումարը։ Հիմնականում մարդկանց լավ վարձատրում են, երևի չէ, բացի դե գաղափարը ամեն դեպքում ինչ որ կայացած դերասանների համար կարևոր է իրենց ստացած հոնորարը։ Վարձատրվում են։ Ու դրա համար էլ նաև հավատում են պրոյեկտի հաջողությանը։ Չէ, իրանց գանարարից իջնում են գումար, որոնք իրանք ստաբիլ գումար, բայց իրանք իջնում են, որտեվ ինքը գիտի, որ ես այդ գումարը դնելու եմ իր կոստյումի վրա։ Ու այդ ուրախացնում է օպերատորը վերցնում է իր գանարից քիչ գումար, որտեվ գիտի, ես վերցնելու եմ ավելի լավ կամերա։ Ես ավելի քիչ փող եմ աշխատում, բայց ես վերցնում եմ ավելի լավ ռեժիսոր, չգիտեմ, կամ հագուստի նկարիչ։ Ու տենց ամենակ հնարավոր աշխատել ու զարգացնել ինչ-որ բանը։ Սուրբ երկուսում նաև հրավիրեցիք դերասան Սամին Նասերին, ինչ արժի իր կալիբրի դերասանին մի քանի րոպե ֆիլմում նկարելու։ Մի քանի րոպե չէր, մի քիչ շատ էր։ Հա, ես մինիմումն եմ ուզում հասկանալ։ Պետք է ծնունդին գալի էդույթ ունեն, հա։ Հա, ուզում եմ հրավիրել։ Հասկացա։ Թիվը չասեմ, բայց Միջակայք, ինչ որ այսքանից բարձր։ 50+։ 50 միլիոն։ 50,000 պլյուս։ Ռաֆայել, լսել եմ Կանի կինոփառատոնին եք մասնակցում։ Հենց հիմա։ Ինչ գործ ունենք այնտեղ։ Ճիշտ ասած ես չգնացի, ցավոք սրտի, որտեղ հիմա նկարներ են զողարկում ու հասկանում եմ ինչքան լավ կներ այնտեղ լինեի, ինչքան համով բաներ կուտեի, ինչքան հայտնի մարդու հետ գալ էր շփվել։ Գործ ունենք նոր հարաբերություններ, նոր նետվորք ձեռք բերելու, ցույց տալ են ինչ որ արել ենք, ցույց տանք այն ինչ որ ուզում ենք անենք, ինչ չէ ֆիլմեր գնենք այնտեղից։ Մի հատ աշխարհին փոքր ինչ որ X մասով փորձենք հələ հասկանանք թե ինչա կատարվում մեծ աշխարհում, հա, որտեղ մենք հիմա դրսի մեծ պլատֆորմաների հետ ենք աշխատում։ Մեզ պետքա դուրս գալ ու Կանի փառատոնը, չէ, ես իմիջ չի կարի փառատոն, հա։ Ավելի մեծ ձեռքբերումներ է դրսի պլատֆորմաների հետ աշխատանքը։ Մեր ֆիլմերից մեկը հիմա արդեն դուրս կգա դրսի մեծ պլատֆորմայում։ Այդ ժամանակ արդեն շուխուր կանենք, բայց այդ շատ մեծ քայլ կլինի հայկական կինոյի համար։ Հիմա արդեն պայմանագրային փուլերի մեջ ենք։ Ինձ թվում է շատ հետաքրքիր լինելու։ Ռաֆայել, վերջին հարցը կարճ տարբերակով է կազմված, մի քանի կարճ հարցեր, որոնք ակնկալում են, այդքան էլ բլից չի, բայց բլից հոտա։ Հասկացա։ Ակնկալում են կարճ պատասխաններ եւ արագ։ Ամենալավ ֆիլմը, որ դիտել եք։ Կամ ասեմ ամենասիրած ֆիլմը, որտեղ ամենալավ ֆիլմ հասկացողություն։ Դե ըստ ձեզ ամենալավը։ Չկա տենց բան, ժանրերը կարամ ասեմ ամեն տարբեր ժանրերի լավագույնները։ Մի հատ ֆիլմ, որ վերջին շրջանում դիտել։ Back to the Future։
Ամենավատ հայկական սերիալը։ Չասեք, չգիտեք, խնդրում եմ։ Խորտիկ գողացողները, չգիտեմ, այդտեղ սերիալ կա, թե չկա։ Չեք նայել ոչ մի բան, գոնե լսեիք։ Չէ, կարելի է լուբոյ բար կպցնել իրար, դժվար էր։ Չէ, լուբոյ բար կարելի է կպցնել իրար, բայց դժվար ապրուսնելա ֆենոմենը, սա ազգնայում էր։ Միրան Ծառուկյանը, հիշում եք, ինչ սուպերստարից հետո մինչև հիմա մարդը աշխատում, ստեղծագործում է, դրանց եկած արձագանքով էլ, չէ։ Ամենաէժան պրոյեկտը ձեր։ TV-ում ա եղել։ Անուն ասեմ։ Անուն ենք ուզում։ Պարագրաֆ, չգիտեմ, կարող գտնեք թե չեք կարող գտնեք, այդ իմ հաղորդումներ ավելի այժանը չէր ամենա, այն որ շատ փող ծախսեցինք ու եթեր չտվեցինք, որտեվ Այսինքն չենք կարող գտնենք։ Չէ։ Նենց բան ասում որ չկարողան ենք գտնել։ Չէ, պատմությունը է դեպի գլխավոր պրոդյուսերի հաղորդումներ, իմ հաղորդումներ, ոնց սաղ թիմը զբաղված էր դրանով, բայց մի քանի հաղորդումներ գրացինք ու եթեր չտվեցինք պրոստը։ Իսկ եթե կինոդարանի հարթության մեջ դիտարկենք, ամենաէժանը այս բոլոր պրոյեկտներից համեմատաբար էժանը։ Չկա տենց բան։ Չեմ ասի տենց բան։ Ամենաթանկ պրոյեկտը կինոդարանի։ Սուրբ 2։ Ամենաբարդ դերասանը ում հետ աշխատել եք։ Լևոն Հաղվերդյան։ Ինչի՞ զուտ չի գրում Լևոն սցենարը։ Հաղվերդյան։ Չէ, անձնական անտիպաթիա կա այդ դերասանի հանդեպ, Լևոն Հաղվերդյանի հանդեպ։ Շատ տաղանդավոր տղա է, բայց ինքը չի հասկացել, որ իր թատրոնը ուտում է իր կինոն։ Այս կարագրիլ սարքեք։ Խանդի տեսարանները։ Այս կարելի է դաժե առանձին ասել, որ Հայաստանի դերասանների մեջի թատրոնը ուտում է իրանց մեջի կինոն ու այդ կատաստրոֆա է։ Ինչ առումով։ Թե որ թատրոնը իրանց տանում է ուրիշ տեղ, իսկ կինոն իրանց տանում է ուրիշ տեղ, խաղալու հետ կապված եմ ասում, շատ դժվար է աշխատել։ Եվ Ստերեոտիպային թատրոնի դերասանների հետ ու հանել իր մեջից պաթոսը։ Շատ դժվար է։ Լևոնի մեջ պաթոս կա։ Կար, այս 11-ում չկա։ Հանել եք։ Բայց դուք չասացիք, եթե նայել եք 11 սերիալն ինչ կարծիք ունեք 11 սերիալի։ Հեսա վերջում կասեմ, մի րոպե հարցս տամ։ Կներեք։ Ամենահեշտ դերասանը ում հետ աշխատել եք։ Սոս Ջանիբեկյան, պրոստը Սոսը դերի ժամանակ ինքը շատ կենտրոնացած էր, շատ մեջներ, շատ Արսեն էր խաղում։ Գլխավոր հերոսի անունն է Սոսը ու ինքը մինչև վերջ պահեց այդ ու Սոսը շատ պրոֆեսիոնալ էր։ Հա, ես այն որ ձվածեղ էր սարքում ու տնեցիք զանգել էին վիդեոյով, ես ասենց իրոք ինձ թվում էր Սոսը հիմա ներվայնանալու է, չգիտեմ, այդ ձվածեղի հետ ինչ անի։ Ձվածեղեր ինչ էր, չեմ հիշում։ Ու Սոսը ստեղ սաղին զարմացնելու է, որտեվ սենց սոս չեն տեսել ու սենց հայկական սերիալում կերպար չեն տեսել, որ սենց օրգանիկ լինի։ Մերսի Ռաֆայել, հետաքրքիր ու բովանդակալից զրույցի համար։ Իսկ դուք հավանել եք մեր սերիալներից ինչ-որ մեկը։ Պարտադիր ուզում ես հաղորդման մեջ ասեմ, հավանել։ Չէ, եթե կանչել եք հյուր ու ոչ մի բան չեք հավանել։ Չէ, դե հավանել եմ իհարկե, այն առումով, որ ասենք այդ 11 ուղղակի որ մի սերիա եմ նայել, դժվար է էլի ընդհանուր խոսել։ Ամեն դեպքում ես ուզում եմ երկրորդը նայել, երկրորդից հետո ինձ թվում է նաև երրորդը նայել, որովհետև սպասողական այդ բանը առաջացել է։ Հա, չէ, հավանել եմ։ Շնորհակալություն եթերի համար։ Այսպիսին է Ռաֆայել Թադևոսյանը Breakpoint-ի տաղավարում, իսկ դուք չմոռանաք բաժանորդագրվել մեր ալիքին, թողնել մեկնաբանություններ, լայքել, տարածել, իսկ մենք կհանդիպենք մյուս շաբաթ։ Եթե դու քո կյանքը վարի տված ես համարում, այդ լավ չի ինգել։ Երեխեքն են լավը։ Մեկը պիտի իրենց հավատա։ Դուք լավ մարդ եք, հույս ունեմ տենց էլ կմնաք։ Բախտերս բերելը կլներ են, որ մտնեիք ու տնեիք կնիկս ուրիշի հետ չի, ինձ էլ մանկական գաղութ չեն ուղարկում։ Քո մեջ դեռ շատ հրեշներ կան, որոնց հետ ես պատրաստ չեմ կռվել։ Դուք էլ դրան նորմալ եք նայում։ Այստեղ իրանց օրենքներն ունեն, կարգ ու կանոնը։ Ձանձրալի դարակ, ոչ ոք ոչ մի բանի պատրաստ չի հանել սերը։
քո անունն են գոռում դե։ Արսեն, չեմպիոն։